Սովորաբար 16-17 տարեկան աղջիկը եւ պատանին ինքնուրույն որոշումներ չեն կարողանում կայացնել։ Նրանց խորհուրդ են տալիս հարազատները, ընկերները, մտերիմները եւ իմ պարագայում եւս իմ ծնողներն ինձ խորհուրդ տվեցին, որպես ես դառնամ բժիշկ եւ դա ինձ համար հոգեհարազատ էր բժշկի մասնագիտությունը եւ ես որոշեցի ընդունել բժշկական ինստիտուտ, որի համար չեմ զղջում, ուրախ եմ, որ դարձել եմ բժիշկ եւ կարծում եմ, որ դա իմ կոչումն է։ Մեզ սովորեցրել են լինել բարի, ազնիվ, մշտապես օգնել մարդկանց եւ դա հետագայում եւս համապատասխանել է իմ ընտրած մասնագիտությանը։ Մշտապես հարաբերվել ենք արվեստի հետ, հայրս սիրել է գեղանկարչությունը, արվեստը, մայրս եւս եւ մենք մեծացել ենք այդպիսի միջավայրում եւ կյանքի ընթացքում ես բախտ եմ ունեցել շրջապատվածնել լավ, բարի, կրթված մարդկանցով, որը բավականին մեծ հետք է թողել իմ մտածողության եւ հետագա ընդհանրապես բնավորության ձևավորման հարցում։ Բժշկի մասնագիտությունը ընդհանրապես առանձնահատուկ մասնագիտություն է եւ ես չեմ ցանկանում առանձնացնել մյուս մասնագետներին հոգեբուժի մասնագիտությունից։ Բժիշկը պետք է ունենա բարձր բարոյական արժանինքներ, պետք է լինի անպայման պրոֆեսիոնալ, պետք է անպայման սիրի մարդկանց, պետք է լինի բարի, համբերատար եւ կարողանա թափանցել մարդու աշխարհը։ Եվ հոգեբույժը գործ ունի անհատի հետ, սոցիումի հետ։ Պետք է իմանա ոչ միայն հիվանդի հոգեբանությունը, նրա ներքնաշխարհը, այլև նրա ապրելակերպը, նրա կենսակերպը, պետք է ծանոթ լինի նրա ընտանիքին, նրա միջավայրին, եւ հոգեբույժը պետք է հասարակական կյանքում ակտիվ լինի, որտեղ նրա աշխատանքը նպաստում է, որպեսզի լայնորեն ճանաչի հասարակության բոլոր շերտերը, բոլոր խավերը, հասարակության խոցերը, հասարակության ցավերը։ Հրավիրվել է իրավապաշտպան կազմակերպությունների կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այնտեղ եղել եմ լավագույն հոգեբուժական հաստատություններում, եղել եմ մի շարք ծրագրերի շրջանակներում, 2 անգամ եղել եմ Չեխիայում, եղել եմ Անգլիայում, եղել եմ Շոտլանդիայում, տեսել եմ բազմաթիվ հոգեբուժական հաստատություններ։ Ես կարող եմ ասել, որ թեպետ մեր հաստատությունը զիջում է իհարկե հագեցվածությամբ, տեխնիկայի, բայց մեզ մոտ կան այնպիսի վերաբերմունք կա մարդկանց հանդեպ, որ գուցե չկա շատ հարուստ երկրներում եւ ընդհանրապես մեր առողջապահության ոլորտում շատ մեծ դեր է կատարում անձնական գործոնը, մարդկային հարաբերությունները։ Եվ ես մշտապես աշխատելով լրատվամիջոցների հետ ինքս պատրաստ եմ համագործակցելու եւ միշտ համագործակցել եմ, մշտապես աշխատում եմ, որպեսզի մեր ծառայությունը ավելի պարզ լինի, հասանելի լինի, մատչելի լինի, մարդիկ չվախենան։ Ես ուզում եմ, որպեսզի հանրության ուշադրությունը գրավեմ մեր խնդիրների վրա։ Չեմ կարծում, որ այս պահին մեր երկրում հստակ վարվում է այդ ազգային գաղափարախոսությունը, բայց ես կարծում եմ, որ ազգային գաղափարության բաղադրիչները պետք է լինեն հայրենասիրությունը։ Բաղադրիչներից պետք է լինի մեկ ազգ, մեկ մշակույթը, ազգապահպան գործունեությունը։ Մենք պետք է կարողանանք հզորացնել մեր հայրենիքը, մեր պետությունը, այսինքն այդ հիմքերը պետք է ամուր լինեն։ Մենք պետք է կարողանանք ունենալ առողջ ծերուններ եւ ամենակարևորը կրթված առողջ ծերունդ, դա է երկրի ապագան։ Եվ այս պահին ես գտնում եմ, որ մեզ մոտ բավականին վատ վիճակում է գտնում ժողովրդագրական, այսինքն դեմոգրաֆիկ պատկերը, եւ որը այս տեմպերով կարող է հետագայում սպառնալ մեր ազգային անվտանգությանը։ Ես կարծում եմ, պետք է մշակվի այսպիսի հայեցակարգ այս բաղադրիչներով, իհարկե դա պետական մակարդակով պետք է արվի։ Ես պարզապես քաղաքացի եմ, որը ցանկանում է, որպեսզի այս ամենը հաշվի առնվի։ Ղեկավարը դա լիդերն է, որը առանձնանում է իր շրջապատից, իր մտածողությամբ, իր խիզախությամբ, իր որոշումներ կայացնելու կարողությամբ։ Որտեղ եթե լիդերը նա պետք է որոշում կարողանա կայացնել եւ հաճախ միայնակ, լիդերը նա ով կարողանում է իր վրա վերցնել պատասխանատվությունը եւ ճիշտ որոշումներ կայացնել։ Այսինքն լիդերը մարդ է, որը ունի կամային մեծ հատկություններ, իհարկե գիտելիքներ, իհարկե պրոֆեսիոնալիզմ։ Ես միշտ մասնակցել եմ մեր քաղաքի հասարակական կյանքին։ Եղել եմ բազմաթիվ հասարակական կազմակերպություններում, այժմ էլ հանդիսանում եմ մի շարք հասարակական կազմակերպությունների անդամ։ Կարծում եմ, որ իմ որոշումները, որոնք ես կայացրել եմ, իհարկե մենակ որոշում չեմ կարող կայացրել։ Ես կարծում եմ, որ իմ որոշումները նպաստել են, որպեսզի ավելի ճիշտ որոշումներ ընդունեմ մեր քաղաքի հանդեպ։ Ինչ խոսք ես ցանկանում եմ, որ մեր քաղաքը լինի գեղեցիկ քաղաք, կանաչ գոտիները պահպանվեն, մաքուր լինի քաղաքը,
Մենք վնաս չտանք ինչ-որ պետք քաղաքին եւ հարցեր են լինել, այսպես էլ լուրջ հարցեր են երբեմն քննարկվել մեր ավականունիստերին եւ ես միշտ աշխատել եմ քվեարկել արդար, երբեք իմ խղճի դեմ չեմ գնացել։ Իմ ծնողների օրինակով կարողացել եմ ստեղծել իմ սեփական ընտանիքը, ունեմ հրաշալի զավակներ, Վահեն եւ Նարեկը։ Վահեն Երևանում է աշխատում, փոքր որդիս Նարեկը այստեղ է։ Ես կարծում եմ, որ կարողացել ենք մենք ամուսիններով մեծացնել մեր քաղաքին նվիրյալ քաղաքացիներ, հասարակության համար պիտանի մարդիկ եւ ես հպարտանում եմ, որ ունեմ այդպիսի երեխաներ։ Իդեպ ինձ համար ընտանիքը շատ կարևոր է, ինձ համար ոչ միայն աշխատանքն է կարևոր, այլև շատ կարևոր է ընտանիքը, իմ երեխաները եւ հոգնած եմ լինում աշխատանքից, ինձ միայն ձգում է իմ տունը։ Իմ տունը իմ ամրոցն է։ Ես այնտեղ եմ ինձ լավ զգում։ Նախասիրություններ, հետաքրքրություններ, շատ սիրում եմ գրականություն։ Կարծում եմ եւ մասնագիտական եւ գեղարվեստական թեպետ հիմա ժամանակ քիչ է մնում զբաղվելու համար, այլ զբաղմունք ունենալու համար, բայց սիրում եմ կարդալ։ Իհարկե սիրում եմ սպորտը, բայց ժամանակ չունեմ սպորտով զբաղվելու։ Կապ արվեստի հետ մշտական է։ Ես արդեն ասացի, որ հայրս սիրում էր գեղանկարչությունը, որը ինձ եւս փոխանցվել է ժառանգաբար։ Չեմ նկարում, բայց ես միշտ ասում եմ, որ իմ մեջ մշտապես նստած է այդ մղոմ նկարելու, երբ որ ես ինձ հաջողվի մեծանալ, ավելի հասուն տարիք ունենալ, միգուցե ես մի օր վերցնեմ մրցինը ձեռքս։ Եվ սիրում եմ երաժշտություն, անսահման սիրում եմ երաժշտությունը։ Մարդկային հարաբերություններում կարևորում եմ ազնվությունը, շիտակությունը, նվիրումը, անշահախնդրությունը եւ հարգանքը։ Հարգանքը պետք է ընկած լինի մարդկային հարաբերությունների հիմքում, փոխադարձ հարգանքը։ Մարդկային հարաբերությունները մշտապես փոխում են, ինչ-որ նոր երանգներ են ստանում։ Ես կասեմ, որ մենք Հայաստանում ավանդաբար կարողանում ենք պահել մեր ընտանեկան կապերը։ Մեր կապերը ավելի այսպես ամուր են։ Մենք հարաբերվում ենք միմյանց հետ, շփվում ենք, մեր դժվարությունները կարողանում ենք կիսել մեր հարազատների, մեր մտերիմների, մեր ընկերների հետ։ Մեր որը մեկի տուն գնալու համար հերթագրվել պետք չէ։ Օրեր առաջ պետք է ասես, մտերիմ մարդկանց մոտ կարող է զանգահարել եւ մի քանի րոպե հետո լինել նրա տանը։ Դա շատ լավ է, որ պահպանվել է, հիմնականում պահպանվել է։ Սակայն ցիվիլիզացիայի հետ, զարգացման հետ ես նկատում եմ օտարացում։ Եվ մտածում եմ, որ լավ պայմաններում է հեշտ լավը լինել։ Դժվար պայմաններում դյուրին չէ այդքան լավը լինել։ Եվ կյանքը դա մեզ ապացուցեց։ Երբ որ մենք բոլորս ապրում ենք շատ լավ պայմաններում, բոլորս կարող ենք դրսևորել մեր լավագույն հատկանիշները։ Իսկ հաճախ մենք անտեսում ենք, մոռանում ենք մեր ընկերներին, հեշտությամբ չենք ձեռք մեկնում նրանց։ Եվ ժամանակ է գալիս, որ մենք ափսոսում ենք, որ շատ չենք շփվել մարդկանց հետ, ժամանակն անցել է, բայց մենք չենք կարողացել օգտվել այդ շփման լավագույն դրսևորումներից։ Ես երբեմն ինձ հարց եմ տալիս, ինչ ազգի ես կուզեի պատկանել։ Եվ այսպես համեմատելուց հետո մտածել եմ, որ համենայնպես լավ է, որ ես հայ եմ։ Այսինքն իմ հայ լինելը ինձ հպարտություն է ներշնչում։ Ես համարում եմ, որ մենք լավ ազգ ենք։ Ունենք մեր նեգատիվ կողմերը, բայց համենայնպես մեր մեջ դրականը բավականին շատ է։ Պարզապես համընդհանուր գլոբալիզացիայի պայմաններում մենք պետք է կարողանանք պահպանել մեր ինքնությունը։ Այն, որ գլոբալիզացիան անխուսափելի է, դա անխուսափելի է։ Ինքնությունը պահպանվում է հայրենասիրությամբ, բայց հայրենիքը եւս պետք է սիրի իր զավակներին։ Գիտեք, եթե սերը փոխադարձ չէ, եթե միայն դու ես սիրում եւ չես ստանում, դա արդեն փոխում է սիրո որակը։